Երբ որ խոսքը գնում է քաղաքական գործիչը անում այսպիսի հայտարարություններ, նա փորձում է աղավաղել պատմության ընկալումը եւ դա փորձանքի մի կողմն է, երբ որ մեր ղեկավարներն են դա ներկայացնում, շարունակում են ասել այն ինչ որ Ալիևի բերանից հնչեցվել է եւ ոչ թե ասեն որ քարտեզը դա պատմություն չի, եթե քարտեզներին են գնում, ոչ էլ հայրենիք է այդ քարտեզը, պետք է պատմաբաններին մի հատ նայենք Ադրբեջան որ թվից է ստեղծվել, միջև այդ ինչ է եղել, ընդհանրապես այդ Ադրբեջանը որտեղից է, ինչի համար է հանդես եկել, ցարական Ռուսաստանի եւ Պարսկաստանի հակամարտության համար է հանդես եկել, եւ ասենք հույսը եկեք Պարսկաստանի վրա դնենք, գրվում է ջիլ, գից, Սևան, հենա ջիլ անվանենք, էլի, եթե քարտեզներով է հայրենիքը որոշվում, Սևանը, Արցախը միշտ էլ եղել են հայկական բարձրավանդակ, Արցախը եղել է մեր բարձրավանդակի սիրտը եւ այդպես էլ շարունակում է։ Այսինքն, երբ որ մի բռնապետ Ալիև կասի, որ եղել է թուրքական, այսինքն ներքին աուդիտորիան եւ սրանք էլ փորձեն համոզեն մեր հայ հասարակությանը, որ գիտեք, մի նեղվեք Ստեղ թուրքեր են ապրել, էսի թուրք է եղել, էստեղ թուրքեր են ապրել, բա եկեք մի հատ էլ գնանք Բաքուն նայենք, դուք էլ ասեք Բաքվի անունը ինչ ա եղել։ Եվ հայկական քաղաք է։ Այո, քանի հատ հայ է այնտեղ ապրել։ Հայաստանից շատ հայ է ապրել Բաքվում, եկեք դրան ասենք։ Ոչ միայն Հայաստանից, այլ ազգային մեծամասնություն է եղել հայ Բաքվում։ Եկեք Նախիջևանից խոսանք, ազգային լեզուն հայերենն է եղել, անպայմանորեն է եղել հայերենը, բա ուր են, ինչի՞ չեք խոսում դրա մասին։ Հիմա դրա այդ կապած հարցեր կտամ, դուք ձեր միտքը ավարտեք։ Ես ասեմ, վտանգավորը չի այդքան Ալիևը, Ալիևի պլանները մենք ասում ենք ինչ է, ստեղծել իրավիճակ, ամեն կողմում հաղթել, ստեղծել հող, որպեսզի հետագայում արդարացվի իր ագրեսիաները, ռազմական գործողությունները։ Վտանգավորը, երբ որ այստեղի իշխանությունները ժողովրդին համոզում են, որ մի նեղվեք, դե հիմա թուրքական է եղել, ուր եք նեղվում։ Կամ հենա մարդը ասում է մեքենաներով են գալու, հոտանկերով են գալու, ասենց իշխանություն ունենան մեքենայով են գալու, ինչի զենք առնեն, զոհեր տան, բա ասենց իշխանություն զենքը կառնեն, բայց չեն օգտագործի Հայաստանի համար, կարիք չկա։ Հա, բա ինչի համար ասենք, ծախսանեն, կրակեն կամ միջազգային արենայի դեմն է ցույց տան, որ ագրեսոր են, հենա մեքենաներով կհավաքվեն կգան։ Հյուրընկալ Հայաստան։ Հա, Վաշինգտոնից հետո Ալիևը հենց գնացել էր, ասել էր Սևանալ լճի ափը տված է, ամեն ինչը տրված է։ Մենք չենք ասում Վաշինգտոնի թղթում դա չի եղել, բայց այդ մարդը իր այդ զառանցանքներից ու զառանցանքը դառնում է հայկական զառանցանք, նա չի էլ հրաժարվել, քանի որ ինքը ունի ներքին կոնֆլիկտ, շատ վատ էկոնոմիկական վիճակ, ռեժիմ, փլվող հասարակություն է, եթե նա հիմա իրան չհերոսացնի։ Սրանց էլ ձեռ է տալիս ներսի ժողովրդին սենց կեղծ խաղաղության տակ պահել եւ այն օպոզիցիաներն որ կան չեն կարում ինչ-որ մի հատ երկընտրանք գտնեն այդ խաղաղության դեմ, խաղաղության օրակարգը մոնոպոլիզացրել է, տալով մեծ զոհեր, խաղալով ժողովրդի այդ հույզերի վրա, զգացմունքների վրա ասում է, պատերազմ եք ուզում, հենա սենց տանք էլի էլ խեք պատերազմի գնում, ավտոներով կգան, հլը ձեզ էլ փողեն, որ ես փող է ձեզ խոստալ է, ամեն մեկիտ մի ճամպրուկ, հենա իրանք կտան էլի, բան, հետա, դառնանք ասորի, դառնանք մի ինչ-որ լուծված ազգ,